Բարև ձեզ, ես Նժդե Փիրումյանն եմ, քիչ անց կպատմեմ շատ հետաքրքիր պատմություն։ 1976 թվականի ամառ Սյունիքի մարզի խուլ անտառներում գտնվող խիստ ռեժիմի տղամարդկանց թիվ 9 գաղութ է ժամանում էտապը։ 3 օրենքով գող, յուրաքանչյուրը քրեական աշխարհի կենդանի լեգենդ։ Վահան Ժանիկ Բարսեղյան, 45 տարեկան, ոչ բարձրահասակ, ջլուտ, ճերմակացած քունքերով, ձախ հոնքի վրայով անցնող սպիով։ Հայացքը հանգիստ է, ինչպես վիրաբուժինը կտրվածքից առաջ։ 20 տարվա ստաժով գող, Երևան, Գյումրի, Վանաձոր։ Գրիգոր Մուրճ Սերոփյան, 38 տարեկան, 2 մետր հասակով, վիզը գլխից հաստ, բռնուցքները կռանի պես։ 69 թվին ճամբարային ծեծկրթուքի ժամանակ կոնտուզիա է ստացել, հիմա չի տանում բարձր ձայներ և ճնշման կտրուկ տատանումներ։ Արտյոմ Արքայազն Պետրոսյան, 26 տարեկան, հարթ, խնամված, բարակ բեղիկներով, շարժուձևը ինչպես նոմենկլատուրայի որդու։ Հոդված 132, մաս 2, խմբակային բռնավարություն։ Այս երեքը 3 շաբաթվա ընթացքում գաղութը իրենց են ենթարկում, արդյունաբերական գոտի չեն գնում, օփշակն անցնում է նրանց միջով։ Չափավաժինները 20% ավել, ով հրաժարվում է, ստանում է կողերին կամ երիկամներին։ Գաղութի պետը մայոր Արծրունին աչք է փակում, փայտամթերման պլանն արվում է, խռովություններ չկան։ Գլխավոր վարչությունից հանձնաժողովի ստուգումը սարերի հետևում չէ, միայն թե հանգիստ լինի։ Իսկ նրանց դիմաց Վալենտինա Պետրոսի Դարբինյանը, բարձրահասակ, վայելչակազմ, մազերը ձիգ հավաքված, վաղաժամ ճերմակած, 16 տարվա ամբասիր ծառայություն պատժախցում, շիզո։ Այրի, ամուսինը զոհվել է 10 տարի առաջ փախստականի ձերբակալման ժամանակ։ Երեխաներ չկան։ Բոլորը նրան անվանում են Քարե Վալյա։ Երբեք կաշառք չի վերցնում, երբեք հանցանք չի կոծկում, երբեք իզուր ձայնը չի բարձրացնում։ Նրա համար կանոն գիրքը սուրբ է, կալանավորները կալանավորներ։ Նրան և հարգում են, և վախենում նրանից։ Նա առանց պատճառի չի հարվածում, բայց եթե պատճառ կա, չի կանգնի։ 2 շաբաթ անց նրանցից յուրաքանչյուրը նստած էր մենախցում։ Վահան Ժանիկ Բարսեղյան, նա գրեթե չէր վերկենթում։ Երկկողմանի թոքաբորբորը, որը Վալենտինան բուժում էր անտիբիոտիկներով, որպեսզի նա շատ շուտ չմեռնի, նրա շնչառությունը վերածել էր մշտական խոնավ խրխրոցի։ Բայց ամենավատը ոտքերի արանքում էր։ Ամորտատումից հետո վերքը թարախակալել էր։ Բուժակի կողմից փնթիորեն դրված կարերը 3-րդ օրը քանդվել էին։ Նա չէր կարողանում կանգնած քայլել։ Սուր ծավը ծակում էր աճուղը ամեն քայլափոխի։ Դրա համար նա զուգանար էր գնում միայն մետաղյա կոճղին նստած, ոտքերը լայն բաց։ Վալենտինան դռների կողքով անցնում էր ամեն 4 ժամը մեկ։ Բացում էր կերակրադռնակները, նայում էր։ Ոչ մի բառ չէր ասում, միայն երբեմն շատ կամաց արտասանում էր միևնույն արտահայտությունը։ Հիշում եք այն գիշերը։ Եվ փակում էր դռնակը։ Ընկերներ ալգորիթմները չեն սիրում այսպիսի պատմություններ, չեն ուզում, որ դուք իմանաք ճշմարտությունը։ Բաժանորդագրվեք հենց հիմա, որպեսզի չկորցնեք ալիքը։ Դրեք լայք և գրեք մեկնաբանություններում, թե որտեղից եք դիտում, իսկ հիմա, թե ինչպես էր ամեն ինչ իրականում։ Էտապը եկավ երեկոյան դեմ, երբ հերթակողն արդեն փոխվել էր, և հերթապահները բալանդա էին բաժանում։ Դարպասները բացվեցին, և ուղեկցորդները դուրս բերեցին երեքին։ Առջևից քայլում էր մի ոչ բարձրահասակ, ջլուտ տղամարդ 40 անց, ճերմակած քունքերով և ձախ հոնքի վրայով անցնող սպիով, Վահան Բարսեղյան, մականունը Ժանիկ։ Նրա հետևից 2 մետրանոց հսկա Գրիգոր Սերոփյանը, Մուրճ մականունով, վիզը գլխից հաստ, բռունցքները կռանի պես։ Շարքը եզրափակում էր Արտյոմ Պետրոսյանը, 26-ամյա Արքայազնը, հարթ, բարակ բեղիկներով և հայացքով, կարծես ինքն այստեղ հյուր լիներ։ Ընդունող ավագը, կապիտան Սերոփյանը, Մուրճի ազգականը չէր, աչքի անցկացրեց անձնական գործերը և քմծիծաղ տվեց։ Բարսեղյան, Սերոփյան, Պետրոսյան, երեքն էլ առանձնապես վտանգավոր։ Ժանիկ դու 4-րդ ջոկատ, Մուրճ նույն տեղը, Արքայազն 5-րդ, հարցեր կան։ Ժանիկը բարձրացրեց աչքերը, ժպտաց շուրթերի անկյունով։ Հարցեր չկան, քաղաքացի կապիտան, միայն ճշտեմ, ով է նայողը 4-րդում։ Սերոփյանը դեմքը ծամածրեց։ Առայժմ Շիլը, բայց նա շուտով էտապ կգնա։ Միգուցե քո բախտը բերի։ Կբերի, կամաց պատասխանեց Ժանիկը, իմ բախտը միշտ է բերում։ Նրանց տարան տարբեր բարակներ։ 4-րդ ջոկատում ամենամեծ ու ամենակուշտ արդեն հավաքվել էր ակտիվը։ Շիլը ծեր մի հանցագործ, մատների վրա խամրած դաջվածքով, նստած էր վերին մահճակալին, մաքրում էր եղունգները սրած երկաթով, զատոճկայով։ Երբ Ժանիկին ներս բերեցին, բոլորը լռեցին։ Շիլը ցած ցատկեց, մոտեցավ ընդհուպ։ Լսել եմ քո մասին, Ժանիկ, Երևան, Գյումրի, Վանաձոր,
Ասում են դու օրենքը պինդ ես պահում։ Պահում եմ, գլխով արեց Ժանիկը։ Իսկ դու? Առայժմ պահում եմ, Շիլը չարախնդաց, բայց մենք այստեղ մեր կանոններ ունենք։ Օփշակ, կարգ ու կանոն, ոչ մի թաքուն գողություն, առնատություն։ Ջանիկը աչքի անցկացրեց բարակը։ 25 զույգ աչք նայում էր նրան։ Կանոնները լավ բան են, բայց արի միանգամից պայմանավորվենք։ Ես առնետության կողմնակից չեմ, ես կարգ ու կանոնի կողմնակից եմ։ Իսկ կարգ ու կանոնն այն է, երբ բոլորը գիտեն իրենց տեղը։ Շիլը կկոցեց աչքերը։ Եվ որտեղն ես դու քեզ վերցնում։ Ջանիկը ավելի լայն ժպտաց։ Ամենաբարձր, որովհետև ես չեմ եկել խաղալու, ես եկել եմ իշխելու։ Հաջորդ օրը մուրճը մտավ նույն բարակը, դուռը շրխկաց։ Նա կանգնեց անցումի մեջտեղում, դանդաղ արձակեց բանտային հագուստը։ Դրա տակից զրահի պես կուրծքը գրկող շապիկ։ Նա լուր մոտեցավ Շիլին, որը նորից վերևում էր նստած։ Լսել եմ այստեղ նայողը Շիլն է, բզզացրեց մուրճը։ Ուր է նա։ Շիլը իջավ։ Ես եմ Շիլը, իսկ դու ով ես։ Ես մուրճն եմ, եւ ես Ջանիկի հետ եմ։ Շիլը ոտքից գլուխ զննեց հսկային։ Հետո ինչ ես ուզում։ Ուզում եմ, որ հասկանաս, հիմա այստեղ մենք ենք որոշում։ Շիլը կարճ ծիծաղեց։ Իսկ եթե չհասկանամ։ Մուրճը մի քայլ մոտեցավ։ Մեկ հարված եւ Շիլը թռավ դեպի պատը, կոտրելով երկու մահճակալ։ Բարակը քարացավ։ Մուրճը շրջվեց դեպի մյուսներին։ Ուրիշ ով է ուզում չհասկանալ։ Ոչ ոք չէր ուզում։ Երեկոյան դեմ արքայազենը մտավ 5-րդ ջոկատ։ Այնտեղ արդեն շշնում էին Ջանիկի եւ մուրճի մասին։ Երիտասարդ կոկիկ ու բարակ մատներով նա չսկսեց գորգորալ։ Պարզապես նստեց ազատ մահճակալին, ծոցից հանեց բելոմոր տուփը եւ սկսեց բաժանել։ Ծխեք տղերք, ինձ արքայազեն են ասում։ Ես Ջանիկի ու մուրճի հետ եմ։ Հիմա մենք այստեղ ենք։ Տեղացիներից մեկը մի առողջ լամբակ գամփր մականունով ոտքի կանգնեց։ Իսկ քեզ ով է նշանակել։ Արքայազենը ժպտաց, աչքերը չբարձրացնելով։ Քերիս հրազդանում է, Պետրոսյանին գիտես։ Նրանում դրպանում է կես մարզը։ Նա ասաց փոխանցել։ Ով կպնի ինձ, նրա վերջն է, ոչ թե իմ, այլ նրա ով կպնի ինձ։ Գամփրը թքեց։ Իսկ եթե հիմա դունջդ ջարդեմ։ Արքայազենը բարձրացրեց հայացքը, աչքերում սառնություն էր։ Փորձիր։ Միայն հետո չհարցնես, թե ինչու քեզ ընտանիքը մեկ օրում մնաց առանց տանիքի։ Գամփրը քարացավ, հետո դանդաղ նստեց իր տեղը։ 3 օր անց Ջանիկը հավաքեց բոլոր ջոկատների նայողներին արդյունաբերական գոտու չորանոցում։ Եկան 6 հոգի։ Շիլը եկավ աչքի տակի կապտուկով։ Ջանիկը կանգնած էր շրջանի մեջտեղում, ձեռքերը գրպաններում։ Լսեք ուշադիր։ Այսօրվանից օփշակն անցնում է իմ միջով։ Չափաբաժինը 20% վերևից։ Ով համաձայն չէ, դուրս եկեք հիմա։ Ոչ որ դուրս չեկավ։ Լավ, գլխով արեց Ժանիկը։ Հիմա երկրորդը։ Ոչ ոք չի աշխատում նորմայից ավել, մինչև մենք չասենք։ Պլանն այրվում է, թող այրվի արծրունու մոտ։ Մենք փայտահատներ չենք, մենք տերերն ենք։ Նայողներից մեկը ծերուկ մականունով ալեհեր պապը հազաց։ Իսկ եթե պետը օմոն ուղարկի, Ժանիկը շրջվեց նրա կողմը։ Արծրունին չի ուղարկի, որովհետև եթե օմոնը գա, կբացահայտվի, որ գոտին մեր տակ է, իսկ որ բացահայտվեց, արծրունին պաշտոնից կթռչի։ Նա դա մեզնից լավ է հասկանում, դրա համար նա կլռի եւ դուք կլռեք։ Ծերուկը գլխով արեց։ Հասկացա։ Ժանիկը նայեց Շիլին։ Շիլ, դու 4-րդի նայողն էիր։ Հիմա դու ջոկատի գծով իմ տեղակալն ես։ Համաձայն ես։ Շիլը ատամները սեղմեց, բայց գլխով արեց։ Համաձայն եմ։ Գերազանց է, Ժանիկը ծափ տվեց։ Ուրեմն սկսում ենք նորովի ապրել։ Հաջորդ օրը արծրունին կանչեց Ժանիկին շտաբ։ Կաբինետ, ծխախոտի հոտ, Դեմիրճանի դիմանկարը, կանաչ մահուց սեղանի վրա։ Արծրունին իրեն ջուր լցրեց, խմեց մի ումչով։ Բարսեղյան, ես գիտեմ դու ով ես եւ գիտեմ, թե ինչ է կատարվում գոտում, բայց ես 1 ամսից գլխավոր վարչությունից հանձնաժողովի ստուգում ունեմ։ Պլանն այրվում է։ Եթե հանգիստ լինի, ես աչք կփակեմ։ Եթե աղմուկ լինի, ես ձեզ բոլորիդ շիզո կգցեմ ու էտապ կուղարկեմ։ Ժանիկը նստեց առանց հրավերի։ Քաղաքացի մայոր, աղմուկ մենք չենք անի, պլանը կլինի։ Միայն թե հիմա պլանը այսպիսին է լինելու։ Մենք տալիս ենք նորման, դուք մեզ հանգիստ ապրելու հնարավորություն եք տալիս։ Համաձայն եք։ Արծրունին երկար լռեց, հետո գլխով արեց։ Համաձայն եմ, բայց առանց դիակների,
առանց արտակարգ պատահարների։ Առանց դիակների, խոստացավ Ժանիկը։ Առայժմ առանց դիակների։ Նա դուրս եկավ կաբինետից, ծխեց մուտքի մոտ։ Կողքով անցնում էին կալանավորները, աչքերը խոնարհած։ Ոչ ոք չէր համարձակվում նայել նրա դեմքին։ Երեկոյան դեմ 4-րդ բարակում Ժանիկը նստած էր վերին մահճակալին, մուրճը կանգնած էր կողքին։ Արքայաձենը չիֆիր էր լցնում բաժակների մեջ։ Ժանիկը բարձրացրեց բաժակը։ Նոր գոտու կենաց տղերք։ Բոլորը խմեցին։ Շիլը անկյունում նստած նայում էր հատակին։ Նա գիտեր, իր ժամանակը ավարտվել է։ Հիմա այստեղ իշխում են երեքը և նրանք չեն հեռանա։ Գոտին դարձավ նրանց կալվածքը ամբողջությամբ, անմնացորդ։ Երեկոն հուլիսի 16-ի սկսվեց տրանսֆորմատորային կայանում ճարճատյությամբ ու պայթյունով։ Լույսը 2 անգամ թարթեց ու հավերժ հանգավ։ 30 վայրկյան անց ոռնաց շչակը։ Կարճ, ճեղքող, կարծես ինչ-որ մեկը խեղդում էր նրա կոկորդից։ Բնակելի գոտուն միանգամից աղմուկ բարձրացավ։ Ինչ-որ մեկը հայհոյում էր, ինչ-որ մեկը բաժակով խփում էր մահճակալին, ինչ-որ մեկն արդեն փորփրում էր ներքնակի տակ, փնտրելով թաքցրած սուրը, զատոչկան։ 4-րդ բարակում Ժանիկը մեստած էր վերին մահճակալին, մաքրում էր եղունգները անվտանգ սափրիչի սայրով։ Մուրճը անցումի մեջ էր, ականջ դնելով շչակին։ Անջատվեց ամեն ինչ, ասաց նա ցածրաձայն։ Ոչ լուսարձակներ կան, ոչ աշտարակներ։ Ժանիկը բարձրացրեց գլուխը։ Գեներատորները լռում են, սոլյարկան վաղուց գողացել են։ Ժանիկա ժպտաց մթության մեջ։ Ուրեմն այսօր քեֆ ենք անում։ Արքայազանը, որ նստած էր ներքևում, բարձրացրեց աչքերը։ Իսկ եթե ուղեկցորդները վրա տան, ուղեկցորդները հիմա խուճապի մեջ են։ Արծրունին գոռում է լսափողի մեջ, իսկ լսափողը լռում է։ Իդեալական ժամանակ է։ Մուրճը գլխով արեց։ Ուր? Դեպի վարչական մասնաշենք։ Այնտեղ հանձնուկների, պերեդաչաների չհրկիծվող պահարանն է, սեյֆը, եւ այնտեղ էլ արծրունու կաբինետն է։ Նրա մոտ հայկական 5 աստղանի կոնյակ կա։ Արքայազանը քմծիծաղ տվեց։ Իսկ եթե մեկը տեսնի, Ժանիկը վեր կացավ։ Մթության մեջ բոլորը կույր են։ Գնացինք իմ հետևից։ Նրանք դուրս եկան չորանոցի ետնամուտքից։ Դուռը վաղուց սղոցված բացված էր Շիլի կողմից, դեռ հին նայողի օրոք։ Ուղեկցորդները իսկապես իրար էին խառնվել բնակելի գոտու դարպասների մոտ։ Ինչ-որ մեկը գոռում էր. «Պահիր պարագիծը»։ Ինչ-որ մեկը վազվզում էր լապտերով, որի լույսը գժի պես ցատկոտում էր։ Ոչ ոք չէր նայում վարչական մասնաշենքի կողմը։ Երեքը սողոսկեցին ցանկապատի երկայնքով կռանալով։ Վարչական բլոկի դուռը կիսաբաց էր։ Հերթապահ սպան դուրս էր թռել աղմուկի վրա։ Ներսում փոշու, թրթի ու վախի հոտ էր գալիս։ Ժանիկը ուսով հրեց դուռը։ Միջանցքը խորտակված էր խավարի մեջ, միայն ինչ-որտեղ հեռվում երկարատև տեսակցությունների սենյակի մոտ արկայցավ թույլ մի լույս, ինչ-որ մեկը միացրել էր մարտոցներով աշխատող վթարային լապտերը։ Մուրճը առաջինը քայլեց, արքայազանը մնում էր հետևում։ Նրանք անցան 20 մետր, երբ լսեցին քայլեր, հստակ, կանոնադրած կրուններով։ Ժանիկը բարձրացրեց գլուխը։ Ստոպ։ Շրջադարձի հետևից դուրս եկավ մի կին, համազգեստով, Վալենտինա Պետրոսի Դարփինյանը։ Նա արագ էր քայլում, ձեռքին ռետինե մահակ, գոտկատեղին բանալիների տրցակ։ Գոտկատեղի լապտերը անջատված էր, խնայում էր մարտկոցները։ Նա տեսավ նրանց ուրվագծերը։ Կանգնել։ Ձայնը կտրուկ էր, ինչպես մտրակի հարված։ Ներկայացեք։ Ժանիկը մի քայլ առաջ արեց։ Հանգիստ քաղաքացի պրապորշիկ։ Մենք մոլորվել ենք։ Ժանիկը բարձրացրեց ափերը, ցույց տալով դատարկ ձեռքերը։ Մենք պարզապես բուժմաս էինք գնում։ Մուրճի գլուխը ցավում է երեկվացեց քրտուկից հետո։ Վալենտինան մի քայլ ետ արեց դեպի պատի հեռախոսը։ Եվս մեկ քայլ, եւ ես տագնապ կբարձրացնեմ։ Արքայազնը հանկարծ կամաց ծիծաղեց։ Իսկ ու մեզ զանգելու պրապոր, հեռախոսները լռում են, ամեն ինչ նստել է։ Նա քարացավ։ Ժանիկն իջեցրեց ձեռքերը։ Հերաս, տեսնում ես, ոչ ոք չի գա։ Ոչ արծրունին, ոչ ուղեկցորդները, միայն մենք ենք ու դու։ Վալենտինան ավելի պինդ սեղմեց մահակը։ Անմիջապես հեռացեք։ Մուրճը մի քայլ մոտեցավ։ Իսկ եթե չհեռանանք։ Նա առաջինը հարվածեց, կտրուկ, մուրճի դաստակին։ Նա անգամ չտնքաց, պարզապես բռնեց դաստակը, ոլորեց։ Մահակը խուլ թմփոցով ընկավ հատակին։ Բաց թող, շունչը կտրվելով ասաց նա։ Ժանիկը մոտեցավ ընդհուպ։ Իզուր ես այդպես Վալենտինա Պետրոսի։ Մենք հո կուլտուրական մարդիկ ենք, պարզապես ուզում էինք խոսել։ Նա ցնցվեց, փորձելով պոկվել։ Բաց թողեք, սա խախտում է։ Արքայազնը հանկարծ կռացավ, վերցրեց մահակը։ Խախտում։
Իսկ հիմա ով կտեսնի։ Մուրճը նրան սեղմեց պատին, մի ձեռքով փակելով բերանը։ Նա խփվում էր, բայց ուժերն անհավասար էին։ Ժանիկը նայեց արքայազնին։ Տեսակցությունների սենյակի դուռը բաց է։ Բաց է։ Ուրեմն այնտեղ։ Նրանք նրան հրեցին ներս։ Դուռը շրխկացով փակվեց։ Սենյակում տոթ էր, հին փայտի ու ախտահանիչի հոտ էր գալիս։ Լույսի միակ աղբյուրը լուսնի թույլ ցոլքն էր ջաղավանդակավոր պատուհանից։ Վալենտինան ազատեց ձեռքը, արմուկով հարվածեց Ժանիկի արևահյուսակ։ Նա կքվեց, բայց անմիջապես ուղղվեց։ «Քված», ֆշշացրեց նա։ Վալենտինան բարձրացրեց մահակը։ «Բարսեղյան, Սերոփյան, Պետրոսյան, անմիջապես դեմքով դեպի պատը, ձեռքերը գլխի հետևում»։ Մուրճը քմծիծաղեց։ «Լսի, Զինա, մի եռա, լույս չկա, մեկ է ոչ ոք չի տեսնի»։ «Ես ասացի դեպի պատը»։ Մուրճը բռնեց նրա ուսերից, սեղմեց սեղանին։ «Մի թպրտա, ավելի վատ կլինի»։ Նա թքեց նրա դեմքին։ «Բոլորդ նստելու եք, երեքդ էլ»։ Արքայազնը ծիծաղեց։ «Կնստենք, ինչի համար։ Լույս չկա, ոչ ոք ոչինչ չի տեսել։ Իսկ դու պարզապես ընկել ես մթության մեջ, սայթակել ես մալուխի վրա։ Այդպես էլ կասես»։ Ժանիկը սրբեց շրթունքի արյունը։ Վալենտինան եղունգով ճեղքել էր նրա շուրթը։ «Դե եկեք առանց ավելորդ խոսքերի, մենք արագ կանենք, դու կլռես, եւ բոլորը գոհ կլինեն»։ Նա մեկ անգամ էլ ցնցվեց, բայց մուրճը պինդ էր բռնել։ Ոչ։ Ժանիկը գլխով արեց մուրճին։ «Ավելի պինդ բռնիր»։ Այնինչ տեղի ունեցավ հետո տևեց 20 րոպեից պակաս։ Նրանք չէին շտապում, բայց եւ չէին ձգձգում։ Վալենտինան սկզբում կատաղի դիմադրում էր, հետո միայն ցնցվում էր, հետո լռեց։ Արցունքները հոսում էին լուռ։ Նա չէր գոռում, գիտեր, որ ոչ ոք չի լսի։ Երբ ամեն ինչ ավարտվեց, մուրճը բաց թողեց նրան։ Նա պատի վրայով սահեց հատակին, ձնկները քաշեց դեպի կուրծքը, ձեռքերով գրկեց իրեն։ Համազգեստը կրծքի ու ուսերի հատվածում պատրված էր։ Ժանիկը կոչկեց գոտին։ «Տեսնում ես, ոչ ոք չմեռավ, ամեն ինչ մարդավարի է»։ Արքայազնը նրա վրա շպրտեց պատրված վերնաշապիկը։ «Հագնվիր եւ լռիր։ Կասես ում որ, մենք կասենք, որ դու ինքդ ես կանչել։ Մթության մեջ ով կհավատա»։ Նա չպատասխանեց, միայն ծանր ընդհատումներով շնչում էր։ Մուրճը շարժվեց դեպի դուռը։ Գնացինք։ Նրանք դուրս եկան։ Դուռը նրանց ետևից փակվեց մեղմ չքոցով։ Վալենտինան մնաց մենակ, նստած էր հատակում մոտ 10 րոպե առանց շարժվելու։ Հետո դանդաղ ոտքի ելավ, վերցրեց մահակը, ուղղեց համազգեստի մնացորդները, կոչկեց այնինչ մնացել էր կոչկելու։ Դեմքը թաց էր, բայց արցունքներն արդեն չորացել էին։ Նա դուրս եկավ միջանցք։ Լույս դեռ չկար։ Միայն շչակներ ինչ որտեղ հեռվում, բնակելի դոտու վրա։ Հուլիսի 17-ի առավոտը ծանր էր։ Լույս տվեցին միայն առավոտյան ժամը 4-ին, այն էլ թույլ, վթարային։ Վալենտինա Պետրոսին չքներ, նստած էր խոհանոցում, գաղութին կիծավանում գտնվող իր մեկ սենյակոնոց բնակարանում, նիստավոր բաժակից սառը թե էր քմում եւ նայում էր սեղանին դրված 4 տակ ծալված զեքուրխատղին։ Թուղթը արդեն մի փոքր ճմրթվել էր այն բանից, որ նա ողջ գիշեր սեղմել էր բռնուցքի մեջ։ 7-ին նա արդեն անցակետում էր, հագել էր պահեստային նոր համազգեստ։ Հինը մնացել էր երկարատև տեսակցությունների սենյակում, պատրված եւ ուրիշի քրտինքի հոտով ներծծված։ Աչքի տակի կապտուկը քողարկել էր բալետ տոնային քսուկով, շրթունքը դիմափոշիով էր պատել։ Հայելու մեջ գրեթե նորմալ էր տեսք ունենում։ Գրեթե։ Արծրունին կաբինետում մենակ էր նստած։ Դուռը կիսաբաց էր եւ ճեղքից ծխախոտի ծխի ու խում հարի հոտ էր գալիս։ Երևում է նշում էր հոսանքազրկման հաջող ավարտը։ Վալենտինան մատների հոդերով թաքեց դռան շրջանակը։ «Թույլ կտակ, ընկեր մայոր»։ Արծրունին բարձրացրեց գլուխը, աչքերը կարմրած էին, կոպերը ուռած։ «Դարբինյան, ներս արի, նստիր»։ Նա ներս մտավ, փակեց դուռը, դրեց զեկուցագիրը սեղանի կանաչ մահուտի վրա։ Արծրունին անգամ անմիջապես չվերցրեց այն։ Սկզբում խմեց, վերջացրեց սուրճը լավագույն պետին գրությամբ բաժակից։ «Իսկ սա ինչ է»։ «Զեկուցագիր, հուլիքի 16-ի գիշերը մի խումբ անձանց կողմից իմ նկատմամբ կատարված հանցագործության մասին»։ Արծրունին բացեց թերթիկը, կարդացավ առաջին տողերը, դեմքը գորշացավ։ «Վալենտինա Պետրոսի, դու լուրջ ես»։ Միանգամայն։ Նա մի կողմ դրեց թուղթը, շփեց քունքերը։ «Նստիր խոսենք մարդավարի»։ Նա մնաց կանգնած։ «Ես արդեն մարդավարի ամեն ինչ ասել եմ զեկուցագրում»։
Արծրունին հառաչեց, հենվեց բասկաթոռի մեջքին։ Լսիր ինձ ուշադիր։ Հասկանում ես ինչ կլինի, եթե ես սա գրանցեմ։ Վաղը մյուս օրը գլխավոր վարչությունից հանձնաժողով է գալիս, գեներալ-մայորն անձամբ։ Նրանք կստուգեն ամեն մի բարակ, ամեն մի ջոկատ, ամեն մի հաշվետվություն, իսկ այստեղ այսպիսի բան, պահպանության աշխատակցի խմբակային բռնավարություն վարչական մասնաշենքում հոսանքազրկման ժամանակ։ Ով է մեղավոր։ Ես, որովհետև չեմ ապահովել անվտանգությունը։ Ինձ հենց նույն օրը խայտարակությամբ կհանեն, սև թուձակով։ Իսկ քեզ կքարշտան ատյաններով, կհարցաքննեն, թե ինչու է իր մենակ վարչական մասնաշենքում, ինչու օգնություն չկանչեցիր, ինչու չգոռացիր։ Շնորհակալություն կասես, եթե գործը չշրջեն քեդեմ, իբր ինքն ես սադրել։ Վալենտինան նայում էր նրան առանց թարթելու։ Ես գոռում էի, ոչ ոք չեկավ։ Մթության մեջ շչակի ձայնի տակ ով կլսեր։ Նրանք լսեցին եւ արեցին։ Արծրունին ոտքի ելավ, մոտեցավ պատուհանին, հետո շրջվեց։ Ես չեմ վիճում, ես հավատում եմ, որ դա եղել է, բայց մտածիր հետևանքների մասին։ Դու 20 տարի համակարգում ես, ստաժ ունես, թոշակդ մոտենում է։ Իսկ այսպիսի բանից հետո քեզ կամ կհեռացնեն վարկաբեկման հոդվածով, կամ կտեղափոխեն մի խուլ ծակ կրտցեր սերժանտի պաշտոնի, եւ բոլորը կշշնջան։ Այն նույնն է, որին նա դադարեցվեց։ Իսկ այդ երեքը՝ Ժանիկը, Մուրջը, Արքայազն, նրանք հասարակ կալանավորներ չեն։ Արքայազնի քերին Պետրոսյանն է, այն նույնը, ով կես մարզը ձեռքի տակ է պահում։ Եթե գործը հասնի դատարան, քերին քրոջորդուն 3 օրում դուրս կքաշի, իսկ քեզ կթողնեն քավության նոխաս։ Կասի, իմ արյունը չէր կարող նման բան անել։ Նա է գայթակղել, սադրել, իսկ հետո էլ վիրավորվածությունից զեկուցագիր է գրել։ Վալենտինան սեղմեց բռունցքները։ Նշանակում է ես պետք է լռեմ։ Արծրունին տարածեց ձեռքերը։ Ոչ թե լռել, այլ պարզապես սպասել։ Հանձնաժողովը կգնա, պլանը կփակենք, հետո ես ինքս կգրեմ մարզային վարչություն, հանգիստ, առանց աղմուկի, նրանց էտապով կտեղափոխենք ուրիշ գոտի։ Իսկ քեզ ուղեգիր դեպի ջերմուկ 21 օրով, լրիվ պանսիոնատ, պարգևավճար կգրեմ 3 աշխատավարձ, նյութական օգնություն, կհանգստանաս, նյարդերդ կբուժես, իսկ սա, նա գլխով արեց զեկուցագրի կողմը, սա կվառենք ու կմոռանանք։ Նա լռում էր։ Արծրունին ավելի մոտեցավ։ Վալենտինա Պետրոսի, ես քեզ հարգում եմ։ Դու գաղութի լավագույն հսկիչն ես։ Երբեք չես վերցրել, երբեք չես կոծկել, բայց հիմա հերոսանալու ժամանակը չէ։ Համակարգն է այդպիսին, այն պաշտպանում է իրեն, իսկ մենք նրա մի մասն ենք։ Եթե այն փլուզվի, կփլուզվենք բոլորս։ Վալենտինան վերջապես նստեց, դանդաղ, կարծես ոտքերը չէին պահում։ Իսկ եթե ես պնդեմ, Արծրունին նստեց դիմացը։ Այդ դեպքում ես կգրանցեմ, բայց զգուշացնում եմ, 1 ժամից թուղթը կլինի դատախազի մոտ, 1 օրից քննիչի։ Քեզ կհեռացնեն ծառայությունից, կհարցաքննեն քեզ, հետո նրանք կասեն. մենք գնում էինք բուժմաս, նա մեզ կանչեց, լույս չկար, շփոթեցինք, իսկ վկաներ չկան, միայն դու ես 3-ի դեմ, ու Արքայազնի քերին փաստաբաններին կմիացնի։ Գիտես թե որքան արժե լավ փաստաբան հրազդանում, ավելի շատ, քան թոթոշակը 10 տարում։ Նա վերցրեց զեկուցագիրը, պահեց ձեռքերում։ Մտածիր ոչ թե քո, այլ ապագայի մասին։ Քո թոշակին 3 տարի է մնացել, բնակարան ունես Ավանում, ինչ ես անելու, եթե քեզ հոդվածով վռնդեն։ Վալենտինան նայում էր իր ձեռքերին։ Դրանց վրա դեռ մնացել էին եղունգների հետքերը։ Նա 3 միներով արյուն գալը ճանկռել է լափերը։ Ես կմտածեմ։ Արծրունին թեթևացած արտաշնչեց։ Այդպես էլ պետք է։ Գնա տուն, քնիր։ Վաղը շիզոում հերթապահության ես դուրս գալիս, ինչպես միշտ։ Իսկ սա, նա գլխով արեց թղթի կողմը, սա առայժմ ինձ մոտ կթողնեմ, ամեն դեպքում։ Նա ոտքի ելավ, թողեք, բայց գրանցեք։ Արծրունին ծուր ժպտաց։ Կգնանցեմ, խոստանում եմ։ Նա դուրս եկավ, միջանցքում կանգ առավ, հենվեց պատին։ Շնչառությունը ծանր էր, կարծես երկար վազքից հետո։ Նա գիտեր, պետը չի գրանցի, կպատրի, կթաքցնի կամ կստիպի ետ վերցնել։ Բայց ամենավատն ուրիշ բան էր։ Նա հասկացավ, որ համակարգը, որին նա ծառայել էր 16 տարի, իրեն երբեք չի պաշտպանի։ Նա շարժվեց դեպի ելքը, անցակետում հերթապահ սերժանտը պատիվ տվեց։ Ընկեր ավագ պրապորշչիկ, դուք լավ եք։ Նա գլխով արեց։ Լավ եմ։
Դուրս եկավ դարպասներից 10 րոպեում հասավ տուն, փակեց դուռը բոլոր կողպեքներով, նստեց միջանցքի աթոռակին, գրպանից հանեց զեկուցագիրը, երկրորդ օրինակը, որն արտագրել էր գիշերը, բացեց, վերընթերցեց, հետո վեր կացավ, գնաց խոհանոց, վառեց գազը, թուղթը մոտեցրեց այրիչին։ Թերթիկը բռնկվեց, նա պահեց այն, մինչև որ այրեց մատերը, հետո գցեց լվացարանի մեջ։ Մոխիրը թափվեց սև փաթիլներով։ Նա երկար նայում էր դրան, հետո շշնջաց. «Լավ, եթե համակարգը չի կարող, ես կկարողանամ»։ Նա բացեց սեղանի դարակը, հանեց հին սպայական կանոնը, ծանր, մետաղական, մատով անցկացրեց եզրով, սուր էր։ Հետո հանեց նոթատետրը, բացեց մաքուր էջի վրա, գրեց 3 ազգանուն. Բարսեղյան Վահան Հովանիսի, Սերոփյան Գրիգոր Պողոսի, Պետրոսյան Արտյոմ Սերգեյի։ Յուրաքանչյուրի տակ կարճ, թուլություններ, վախեր, հիվանդություններ։ Գրիչը հավասարապես դրվեց կողքին։ Վալենտինան փակեց գրքույկը, վեր կացավ, գնաց լողարան, միացրեց ջուրը, սկսեց լվանալ ձեռքերը։ Երկար, մինչև կարմրելը։ Հայլու մեջ արտացոլվում էր դատարկ աչքերով մի կին, բայց այդ աչքերի խորքում արդեն վառվում էր սառը, հաշվեն կատ կրակը։ Նա գիտեր, որ հիմա մենակ է, եւ դա նրան այլևս չէր վախեցնում, դա ազատագրում էր։ Հուլիսի 23-ին Վալենտինա Պետրոսին հերթապահության դուրս եկավ Շիզոում առավոտյան 6-ին։ Հերթապահ սերժանտը, Այվազյան ազգանունով մի երիտասարդ տղա, մեկնեց նրան մատյանը։ Պետրոսի, ստորին հարկաբաժինը դատարկ է, վերևինում 12 հոգի են, բոլորը ըստ գրաֆիկի։ Նա գլխով արեց առանց նայելու։ Բանալիները։ Վերցրեց տրցակը, անցավ միջանցքով, հերթապահի սենյակում նստեց սեղանի մոտ, բացեց դարակը, տետրից մաքուր թերթիկ հանեց, գրիչ և սկսեց գրել։ Ժանիկի ձեռագիր նա ուսումնասիրել էր 2 շաբաթվա ընթացքում։ Կարճ, կտրուկ տառեր, Տ և Կ տառերի վրա սեղմումով։ Ընդօրինակեց նրա ստորագրությունը կրպակային գնումների հին դիմումից, որը նա ներկայացրել էր մայիսին։ Տեքստը կարճ ստացվեց։ Շիլին։ Ժանիկը օփշակը ծախել է օպերին, պայմանավորվել է արդիկ էտապ գնալ։ Ապացույցը չորանոցում է, 3-րդ մարտկոցի տակ, գործիր արագ, յուրային։ Վերընթերցեց, 4 տակ ծալեց, դրեց վերնաշապիկի գրպանը։ Առավոտյան 8-ին սկսեց շրջայցը, անցավ վերին հարկաբաժնով, բացեց կերակրադրնակները, բաժանեց չափաբաժինները։ Կալանավորները վերցնում էին լուր, գիտեին, որ նրա հետ կատակներն անտեղի են։ 9-6-ին կանչեց 4-րդ ջոկատի հերթապահին, Բիզ մականունով մինի հարտղայի։ Նա եկավ, կանգնեց չաղավանդակի մոտ։ Բիզ, մտիր 4-րդի չորանոց, այնտեղ 3-րդ մարտկոցի պակ պետք է երկտող լինի, կգտնես կտանես Շիլին, կասես, որ պատահաբար ես գտել։ Հասկացար։ Բիզը գլխով արեց։ Հասկացա քաղաքացի պրապորշիկ։ Գնա։ Նա գնաց։ Վալենտինան վերադարձավ հերթապահի սենյակ, նստեց, ծխեց, ծուխն արձակում էր դանդաղ, նայելով պատին։ 10:30-ին Բիզը վերադարձավ։ Երկտողը մեկնեց կերակրադրնակից։ Գտա։ Շիլն արդեն կարդում է։ Ապրես։ Գնա։ 11:07-ին բնակելի գոտում շարժում սկսվեց։ Սկզբում կամաց, շշուկներ բարակներում, հետո ավելի բարձր։ Ինչ-որ մեկը հայհոյում էր, ինչ-որ մեկը խփում էր մահճակալին, Ժանիկը նշտած էր 4-րդ ջոկատում, վերին մահճակալին, չիֆիր էր խմում բաժակից։ Մուրճը կանգնած էր կողքին, մաքրում էր սուրը, զատոճկան։ Արքայազանը պարած էր ներքևում, հին թերթ էր կարդում։ Բարակի դուռը շրխկաց, մտավ Շիլը։ Նրա հետևից 6 հոգի, բոլորը թևերում սրեր թաքցրած։ Շիլը մոտեցավ Ժանիկի մահճակալին, վերև պարծեց երկտողը։ Սա քոնն է։ Ժանիկը կարդաց երկտողը, դեմքը չփոխվեց։ Կեղծիք է, մենտական աշխատանք։ Շիլը չարախնդաց։ Կեղծիք, բայց ստորագրությունդ քոնն է, ձեռագիրդ էլ քոնն է, ես քո դիմումները 100 անգամ տեսել եմ։ Մուրճը Միքայել առաջարեց։ Շիլ, ինչ է, գժվել ես, Ժանիկը մերոնցից է, ով գրել է նրան էլ մորթիր։ Շիլը շրջվեց նրա կողմը։ Իսկ եթե դա ճշմարտություն է, եթե նա ծախել է օփշակը, եթե մեզ բոլորիս էտապ ուղարկեն նրա պատճառով, արքայազնը նստեց։
Ապացույցը ո՞ւր է։ Շիլը գցեց երկտողը հատակին։ Ապացույցն այն է, որ Ժանիկը երեք արծրունու մոտ էր, կաբինետում, 20 րոպե մենակ, առանց ուղեկցորդի։ Ինչի մասին էին խոսում։ Ժանիկը ոտքի ելավ։ Պլանի մասին էինք խոսում, որ դուք նորման կատարեք, այլ ոչ թե սաբոտաժ անեք։ Շիլը մի քայլ մոտեցավ։ Իսկ գուցե այն մասին, թե ոնց ինձ էտապ ուղարկի, իսկ օփշակը իրեն վերցնի։ Մուրճը բռնեց Շիլի կրծքից։ Մի բառ էլ ու ծնոդդ կջարդեմ։ Շիլը պոկվեց։ Փորձիր, միայն սկզբում եղբայրությունից հարցրու, ով է ուզում, որ Ժանիկի պատճառով բոլորիս նորից նստեցնեն։ Բարաքում աղմուկ բարձրացավ։ Ինչ որ մեկը գոռաց. Շիլը ճիշտ է, Ժանիկը երեք օպերի հետ շշնջում էր։ Ժանիկը բարձրացրեց ձեռքը։ Լռեք, եկեք արդարությամբ, ով է հավատում այս երկտողին, առաջ եկեք։ Երեքը դուրս եկան, հետո եւս երկուսը, հետո եւս 4-ը։ Ժանիկը նայեց Շիլին։ Ուրեմն այսպես, պարզում ենք հիմա, ըստ հասկացությունների։ Շիլը գլխով արեց։ Ըստ հասկացությունների։ Մուրճը ժպտաց։ Դե արի։ Նա քայլ արեց դեպի Շիլը։ Նա մի քայլ նահանջեց, սուլեց, անցումից դուրս թռան եւս 6 հոգի, բոլորը սրերով, զատոճկաներով, ամրաներով, խողովակի կտորներով։ Շիլը գոռաց. «Խփեք սրանց»։ Բարակը պայթեց։ Մուրճը հասցրեց հարվածել առաջինին։ Նա թռավ դեպի պատը, ծնոդը կոտրված, բայց նրա վրա ընկան 3-ը միանգամից։ Սուրը մխրճվեց ուսի մեջ։ Նա մռնչաց, բռնեց ամենամոտ կանգնածի կողորթից, շպրտեց մահճակալին։ Ժանիկը կռվում էր լուռ, հաշվենկատ, հարվածեց մեկի կողորթին, երկրորդի աչուկին, ծնկով, բայց նրանք չափազանց շատ էին։ Արքայազնը փորձեց սողալով հասնել դռանը։ Նրա ոտքերից բռնեցին, խողովակով հարվածեցին մեջքին։ Նա գոռաց։ Շիլը մոտեցավ Ժանիկին, երբ նրան արդեն սեղմել էին պատին։ Դե ինչ Ժանիկ, էլի տեր ես։ Ժանիկը արյուն թքվեց։ Դու դիակ ես, Շիլ, քեզ կգտնեն։ Շիլը սրով հարվածեց նրա կողքին։ Ոչ խորը, բայց ցավոտ։ Կգտնեն, բայց ոչ այսօր։ Այդ պահին Բարակ ներխուժեց պահակախումբը։ 10 հոգի, մահակներով ու վահաններով։ Սուլիչներ, ճիչեր։ Պարկել, բոլորը հատակին։ Կալանավորները ցրվեցին տարբեր կողմեր։ Ոմանց մահակներով էին հարվածում, ոմանց ձեռքերն էին ոլորում։ Շիլը հասցրեց թաքցնել սուրը։ Ժանիկին, Մուրճին ու արքայազնին առաջինը կապկպեցին։ Վերքերից արյուն էր հոսում, դեմքերը ջարդված էին։ Պահակախմբի ավագը լեյտենանտ Ասատրյանը գոռաց. Սադրողներին շիզո, մնացածին խցերով։ Ժանիկը մինչ նրան քաշելով տանում էին, նայեց Շիլին։ Սա վերջը չէ։ Շիլը ժպտաց արյունոտ բերանով։ Քեզ համար վերջն է։ Նրանց քարշ տվեցին միջանցքով։ Արյունը կաթում էր բետոնին։ Շիզոյի հերթապահի սենյակում Վալենտինան կանգնած էր պատուհանի մոտ։ Լսեց աղմուկը, դուրս եկավ միջանցք, տեսավ երեքին, ծեծված, արյան մեջ, ձեռնաշղթաներով։ Լեյտենանտ Ասատրյանը գլխով արեց նրան։ Պետրոսի, ընդունիր։ Արծրունին հրամայեց ներքևի հարկաբաժին, մենախուց, մինչև հատուկ կարգադրություն։ Վալենտինան նայեց Ժանիկին։ Նա բարձրացրեց գլուխը։ Աչքերում ատելություն էր ու զարմանք։ Նա վերցրեց բանալիները։ Խցերը 3, 4, 5։ Ուղեկցորդները նրանց ներքև քարշ տվեցին։ Վալենտինան կանգնած նայում էր, թե ինչպես են ծանր դռները շրխկոցով փակվում մեկը մյուսի ետևից։ Չկ, չկ, չկ։ Լռություն։ Նա շրջվեց դեպի Ասատրյանը։ Ազատ եք։ Նա գնաց։ Վալենտինան մոտեցավ օդափոխության վահանակին, ձեռքը դրեց անջատիչին, շշնջաց. Հիմա կսկսենք իսկականից։ Նա ավելի մոտ թեքվեց, գրեթե շշուկով։ Հիշում ես այն գիշերը։ Նա ցնցվեց։ Նա ծունկը խրեց նրա կուրծքը։ Արագ ճշգրիտ շարժումով, ինչպես բուժզննման ժամանակ, նա ճեղքեց տապանը։ Ժանիկը ճեհաց, նա գործում էր կայծաղնային, բռնեց, կտրեց, արյունը ժայթքեց,
նա սկսեց խփվել, բայց կինը ավելի պինդ սեղմեց։ «Սուս, էլի գոռաս կսատկացնեմ»։ Նա խրխռաց, աչքերը ետ գնացին։ Նա վեր կացավ, անցավ մուրճին։ Նա պառկած էր դեմքով դեպի ներքև, թույլ շարժվում էր։ Ամբոքն արդեն էդ էր քաշվել, մյուսներին էին վերջ տալիս։ Նա նորից պպզաց, նույն շարժումը, կտրվածք, բռնում, կտրում։ Մուրճը մռնչաց, բայց ճիչը խլացվեց ընդհանուր աղմուկի մեջ։ Վերջինը արքայազն էր, նա սողում էր դեպի դուռը, արյունոտ հետք թողնելով։ Նա հասավ նրան շեմի մոտ, ոտքով սեղմեց հատակին։ Նա տեսավ դանակը, կաղկանձեց։ «Պետք չէ, խնդրում եմ, քեռիս ամեն ինչի համար կվճարի»։ Կինը չպատասխանեց, արեց նույնը, արագ, առանց ավելորդ շարժումների։ Արյունը հոսում էր բետոնին։ Նա սրբեց սուրը, զատոճկան, իսկ նրա բանտային հագուստը շպրտեց անկյուն։ Հուլիսի 26, ժամը 00, Շիզոյի ներքևի հարկաբաժին։ 3 դուռ փակ է, 3 կողպեկ սեղմված։ Վալենտինա Պետրոսին նստած էր հերթապահի սենյակում, սեղանի շուրջ։ Նրա առջև անձնական գործերով 3 թղթապանակ էր։ Նա բացեց առաջինը։ Պետրոսյան Արտյոմ Սերգեյի, մականունը Արքայազն։ Ծննդյան թիվը 1951, հոդված 132, մաս 2, խմբակային բռնաբարություն։ Նշում. Հրազդանի ցեխով Պետրոսյան Սերգեյ Հովանեսի քրոջ որդին։ Նա վեր կացավ, գնաց դեպի 5-րդ խուցը, բացեց կերակրադռնակը, ներսում բացարձակ խավար էր։ Ոչ մի ճեղք, ոչ մի լույսի շող, միայն ծանր շնչառություն։ Նա մի անգամ կամաց թակեց մետաղը, արքայազնը ցնցվեց։ Նրա ձայնն այլևս առաջվանը չէր, բարակ, դողացող։ Ո՞վ է այնտեղ։ Քաղաքացի պետ։ Վալենտինան չպատասխանեց, պարզապես եղունգով դանդաղ, դադարներով քսեց օդափոխության ջաղավանդակին։ Շրխկ, շրխկ, շրխկ։ Արքայազնը սկսեց ավելի հաճախ շնչել։ «Էй, անջատեք դա, ես չեմ քնում, ով է քայլում այնտեղ»։ Նա նորից քսեց եղունգը, ավելի երկար։ Շրխկ, 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 շրխկ։ Նա գոռաց. «Դադարեցրեք, ես ամեն ինչ կասեմ, բաց թողեք»։ Լռություն։ 40 վայրկյան անց նա կրկնեց. Շրխկ, շրխկ։ Արքայազնը կաղկանձեց. «Խնդրում եմ, ես չեմ կարող, այստեղ առնետներ կան, նրանք սողում են, ես լսում եմ»։ Վալենտինան հեռացավ, 10 րոպե անց վերադարձավ երկար մետաղյա ձողով, այն նույնով, որով փականագործը մաքրում էր խողովակները։ Մոտեցրեց առաստաղի տակ գտնվող օդափոխության ջաղավանդակին, դանդաղ քսեց։ Խշխշոց, ցածրաձայն, բայց հստակ։ Արքայազնը գոռաց. «Ոչ, ոչ, տարեք դրանց, ես ամեն ինչ կտամ, քեռիս կվճարի ինչքան պետք է»։ Նա կանգ առավ, բացեց կերակրադռնակը, ներս ուղղեց ոստիկանական լապտերի թույլ լույսը։ Լույսը խփեց նրա աչքերին։ Նա կկոցեց աչքերը, փակեց դեմքը ձեռքերով, խցկվեց անկյուն։ Պետք չէ, մի լուսավորեք, նրանք կտեսնեն։ Վալենտինան կերակրադռնակի մեջ դրեց տետրի թերթիկ և մատիտի ծայր։ Գրիր։ Ինչ գրեմ։ Ամեն ինչ, ինչպես հայտնվեցիք վարչական մասնաշենքում հուլիսի 16-ի գիշերը, ով էր նախաձեռնողը, ով էր բռնել ձեռքերը, ինչ արեցիք հսկիչ Դարբինյանի հետ, մանրամասն, առանց ստելու, եթե մի բառ էլ ստես, կերակրադռնակը կփակվի ընդմիշտ, լույսն էլ։ Արքայազնը ծնկաչող սողաց դեպի դուռը, բռնեց թուղթը, մատիտը։ Ձեռքերն այնպես էին դողում, որ գրիֆելը 2 անգամ կոտրվեց։ Նա գրում էր դեմքով սեղմվելով հատակին, որպեսի գոնե մի բան տեսնի լույսի նեղ շերտի մեջ։ Գրեց 40 րոպե։ Էջերը լցվում էին ծուռ իրար վրա մագլցող տարերով։ Նա նկարագրում էր ամեն ինչ, ով առաջարկեց, ով քարշ տվեց, ով առաջինը, անուններ, հերթականություն, մանրամասներ։ Ավարտեց, մեկնեց թերթիկը դողացող ձեռքով։ Ահա, ամեն ինչ ազնիվ է, հիմա բաց թողեք, խնդրում են։ Վալենտինան վերցրեց թուղթը, կարդաց չփոխելով դեմքի արտահայտությունը։ Ծալեց, թաքցրեց գիտելի գրպանը։ Ապրես։ Նա անջատեց լապտերը։ Արքայազնը ճղճղաց. «Ոչ, մի անջատեք, ես հո գրեցի, ես ամեն ինչ ասացի»։ Նա փակեց կերակրադռնակը, կողպեքի շրխկոց։ Խավարը նորից ծածկեց նրան։ Նա բռնուցքներով տեցեց դուռը։ «Բացեք, ես չեմ կարող, այստեղ պատերը շարժվում են, նրանք ինձ կճզմեն, խնդրում եմ»։
Կինը կանգնած էր դրան մոտ, լսում էր։ Արքայազն անցավ ոռնոցի։ «Թողեք ինձ այստեղ ընդմիշտ, միայն թե գոտի բաց մի թողեք, շիլն ինձ տսպանի, նրանք ամեն ինչ կիմանան, թողեք, ես հատակ կլվանամ, զուգարան կմաքրեմ, միայն բաց մի թողեք»։ Նա լաց էր լինում, իսկական մանկական հեկեկոցով։ Վալենտինան վերջապես խոսեց դրան միջով, կամաց. «Ինքդ ես խնդրում մնալ»։ «Հա, ինքս, երդվում եմ, միայն ոչ բարակ, այնտեղ մահ է»։ Կինը լռեց. «Լավ, կմնաս, մինչև որոշումդ չփոխես»։ Նա հեռացավ։ Արքայազնը սահեց հատակին, կաղկանձում էր գրկլով ծնկները։ «Շնորհակալություն, շնորհակալություն»։ Վալենտինան վերադարձավ հերթապահի սենյակ, դրեց գրված թերթիկները չհրկավոր պահարանում, փակեց պանալիով, հետո մոտեցավ օդափոխության վահանակին, 5-րդ խցի փականը տեղափոխեց լրիվ փակ դիրքի։ Օդն այլևս չէր ներթափանցում։ Արքայազնը դա դեռ չէր զգացել, բայց շուտով կզգա։ Նա նայեց ժամացույցին։ Ժամը 0:58։ Գնաց դեպի 4-րդ խուցը։ Մուրճն էր։ Բացեց կերակրադրնակը։ Ներսում ծանր շնչառություն էր։ Նա պառկած էր հատակին կծկված, ափերով փակել էր ականջները։ Ազդրի վերքը մի կերպ փաթաթված էր լաթով։ Բուժակը սրսկում էր արել ու գնացել։ Վալենտինան վերցրեց դարձակը, գայիչնի ключ, արկղից, մոտեցավ դատարկ ջեռուցման խողովակին, որն անցնում էր 4-րդ խցի պատի միջով, մի անգամ հարվածեց։ Մետաղը զնգաց, բարձր, կտրուկ, արձագանքով լցվեց բետոնե պարկի մեջ։ Մուրճը ցնցվեց, գոռաց. «Դադարեցրու, ես լսում եմ, ամեն ինչ լսում եմ»։ Կինը 3 րոպե դադար տվեց, նորից հարվածեց, 2 անգամ արագ։ Մուրճը խցկվեց անկյուն։ «Անջատիր, գլուխս պայթում է, կոնտուզիայից հետո չի կարելի»։ Կինը նորից դադար տվեց, 5 րոպե, հարված, եւս մեկը, էլի։ Մուրճը սկսեց գլխով խփել պատին։ «Հերիք է, ես ամեն ինչ կասեմ, միայն մի խփիր»։ Վալենտինան մոտեցավ դռանը։ «Ինչ կասես»։ «Ամեն ինչ, ոնց եղել է, ոնց բռնեցին, ոնց նա խեղդվեց, միայն անջատեք այդ ձայնը»։ Կինը հարվածեց եւս մեկ անգամ, հաստատ լինելու համար։ Մուրճը ոռնաց. «Ես էլ չեմ անի, ոչ մեկին չեմ դիպչի, երդվում եմ»։ Կինը դարձակը դրեց սեղանին։ «Կտեսնենք»։ Փակեց կերակրադրնակը, անցավ 3-րդ խցին։ Ժանիկն էր։ Նա նստած էր մեջքով հենված պատին, շնչառությունը ծանր էր խրխրոցով, կողքի վերքից արյուն էր ծորում, աչքերը բաց էին, բայց հայացքն արդեն պղտոր էր։ Վալենտինան բացեց կերակրադրնակը. «Բարսեղյան»։ Նա բարձրացրեց գլուխը։ «Դու»։ Ձայնը խզված էր։ «Գոհ ես»։ Կինը չպատասխանեց, պարզապես օդավողության անջատիչը պտտեց առավելագույնին։ Փողոցի սառցե օդը հորդեց ուղիղ խցի կենտրոն։ Ժանիկը ցնցվեց։ «Ինչ ես անում»։ «Ապահովում եմ օդի շրջանառությունը, ըստ կանոնադրության»։ Նա սկսեց հազալ, չոր ճեղքող հազով։ «Անջատիր, ես հոր կսատկեմ»։ «Չես սատկի, ես կհետևեմ»։ Նա փակեց կերակրադրնակը, վերադարձավ հերթապահի սենյակ, նստեց, ծխեց, նայեց 3 թղթապանակներին։ Արքայազնն արդեն լրիվ կոտրված է։ Ինքն է խնդրում մնալ դժոխքում։ Մուրճը եզրագծին է։ Ժանիկը դեռ դիմանում է, բայց ոչ երկար։ Նա բացեց մաքուր թերթիկ, գրեց. Հուլիսի 26, ժամը 0:58։ Պետրոսյան AS, կոտրված է, լիական դեգրադացիա։ Խնդրում է ծմահ մեկուսացում, ընդգծեց։ Շրջեց էջը, շարունակեց սպասել։ Հուլիսի 26, գիշերվա ժամը 3, Շիզոյի ներքևի հարկաբաժին։ Արքայազնն արդեն չէր գոռում, միայն կաղկանձում էր ճոճվելով 5-րդ խցի անկյունում։ Վալենտինա Պետրոսին նստած էր հերթապահի սենյակում, նրա դիմաց նրա խոստովանության գրված թերթիկները։ Նա վերընթերցեց վերջին էջը։ Ես պահում էի նրա աջ ձեռքը, Ժանիկն ասաց ավելի պինդ, մուրճը խփեց առաջինը։ Ստորագրությունը, դողացող թանակաբծերով։ Վալենտինան վերցրեց դարձակը, մոտեցավ ջեռուցման խողովակին։ Մեկ կտրուկ հարված, մուրճը ցնցվեց։ Էլի, դադարեցրու։ Նա դադար տվեց։ 4 րոպե, հարված, 2 անգամ, արագ։ Նա գոռաց. Ես խո խնդրեցի, գլուխս պայթում է, կոնտուզիայից հետո չի կարելի։ Դադար, 7 րոպե, հարված, եւս մեկը, էլի։ Մուրճը սկսեց ծոծրակով խփել պատին, ռիթմիկ, ուժեղ։ Հերիք է, ես ամեն ինչ կասեմ, ամեն ինչ։ Վալենտինան մոտեցավ դռանը։ Խոսիր։ Նա խրխրաց։
Մենք երեքով որոշեցինք, լույսն անջատեցինք, գնացինք վարչական մասնաշենք։ Մտածում էինք այնտեղ չհրկիզվող պահարանն է, իսկ այնտեղ նա էր։ Ժանիկն ասաց վերցրու։ Մուրճը բռնեց։ Ես պահում էի ոտքերը, հետո Ժանիկը առաջինը։ Ձայնը խզվեց։ Նա սկսեց հազալ։ Ես չէի ուզում, բայց Ժանիկը հրամայեց, նա է գլխավորը։ Վալենտինան գրի առավ թերթիկի վրա, կարճ, առանց հույզերի։ Էլի։ Ամեն ինչ, ուրիշ ոչինչ, անջատիր այս ձայնը։ Նա հարվածեց ևս մեկ անգամ ամրապնդելու համար։ Մուրճը ոռնաց, մարմինը աղեղնաձև կորացավ, բերանից փրփում եկավ, ձեռքերը ցնցվեցին, նա ընկավ մեջքի վրա։ Ծոծրակը խփվում էր բետոնին։ 1, 2, 3 էպիլեպտիկ ստատուս։ Վալենտինան հետևում էր դիտանցքից։ Գլխում վայրկյանաչափներ 10 րոպե։ Ուղիղ 10։ Հետո վերցրեց լսափողը։ Բուժակին շիզո, շտաբ։ 7 րոպե անց վազելով եկավ բժշկական ծառայության լեյտենանտը, ակնոցով մի երիտասարդ պայսակով, նայեց կերակրադռնակով, գունատվեց։ Էպիստատուս է, պետք է ստացիոնար տանել, մագնեզիա ներերակային։ Վալենտինան փակեց ճանապարհը։ Նա վեր կացավ, գնաց դեպի 4-րդ խուցը։ Մուրճն էր, բացեց կերակրադռնակը։ Ներսում ծանր շնչառություն էր, ընդմիջվող տնքիներով։ Նա պառած էր կողքի, ափերով փակել էր ականջները, մարմինը թեթևակի ցնցվում էր։ Ազդրի վերքի ծարյուն էր ձոռում, վիրակապը ներծծվել էր։ Չի կարելի։ Արծրունու հրամանն է, ոչ մեկին դուրս չբերել, բուժիր այստեղ։ Բուժակը տատանվեց։ Բայց նա կմեռնի։ Սրսկիր հարային չկարող ես, հատակին։ Լեյտենանտը գլխով արեց, բացեց պայսակը, ներարկիչի մեջ մագնեզիա քաշեց, ձեռքը մտցրեց կերակրադռնակից, սրսկեց ազդրին։ Մուրճն անգամ չզգաց։ Մարմինը դեռ ցնցվում էր։ Բուժակը երկրորդ դոզան ներարկեց։ Դեղահաբերը թողեց կոչեի վրա։ Եթե 1 ժամից չանցնի, զանգեք, ես հերթապահեմ։ Գնաց։ Մուրճը լռեց։ Պարկած էր կողքի, շուրթերին փրփուր, աչքերը ետ գնացած։ Շնչում էր ծանր սուրոցով։ Վալենտինան փակեց կերակրադռնակը, անցավ 3-րդ խցին։ Ժանիկն էր։ Բացեց կերակրադռնակը։ Նա նստած էր մեջքով հենված պատին։ Դեմքը գորշ էր, շուրթերը կապույտ։ Շնչառությունը կարճ, խլխլացող։ Կողքի վերքը թարախակալել էր։ Բարսեղյան։ Նա բարձրացրեց գլուխը, աչքերը պղտոր էին։ Էլ ինչքան։ Մինչև չասես։ Նա հազաց, ափի մեջ արյուն էր։ Ինչ ես ուզում։ Նույն է ինչ արքայազինից, ամեն ինչ, մանրամասն։ Ժանիկը ծուռ քմծիծաղ տվեց ուժերը հավաքելով։ Իսկ եթե չասեմ, նա օդափոխության անջատիչը պտտեց առավելագույնին։ Սառցե օդը հորդեց խուց, ուղիղ կենտրոն, ինչպես դանակ։ Ժանիկը դողաց։ Անջատիր, ես հոգը խեղդեմ։ Խոսիր։ Նա հազաց, նադրիվնը, մինչև փսխելու աստիճան։ Լավ, մենք որոշեցինք, լույսն անջատեցինք, գնացինք, մտածում էինք սեյֆն է, իսկ այնտեղ նա էր։ Մուրճը բռնեց, ես ասացի պինդ պահիր, արքայազինը ոտքերը, հետո ես առաջինը, հետո մուրճը, հետո արքայազինը, ամեն ինչ ոնց նա գրել է։ Ձայնը խզվեց, նա պատի վրայով սահեց ցած։ Հերիք է, ես հո ասացի։ Վալենտինան գրպանից հանեց սրվակն ու ներարկիչը։ Սա հակաբիոտիկ է, ցեֆտրիաքսոն։ Ղողացել եմ բուժմասից, եթե չսրսկեմ, կսատկես թոքաբորբից, բայց այսպես կապրես։ Ժանիկը նայեց ներարկիչին։ Ինչի համար։ Որպիսի գոտ վերադառնաս ողջ, արժանապատվությանդ փոխարեն անցքով ու մատնիչի, ստուկաչի խարանով։ Արքայազինը արդեն գրել է, շուտով բոլորը կիմանան։ Ժանիկը ցնցվեց։ Ոչ, ավելի լավ է սպանիր։ Նա բռնեց նրա ձեռքը, ասեղը մտցրեց երակը, դանդաղ սեղմեց մղցոնը։ Ապրիր, Բարսեղյան, լերկար, ամեն օր հիշելով այն գիշերը։ Նա արյունոտ հազաց, նայեց նրան դատարկ աչքերով։ Դու մեզնից վատն ես։ Նա հանեց ասեղը,
Ես վատը չեմ, ես ավելի արդար եմ։ Փակեց կերակրադռնակը, վերադարձավ հերթապահի սենյակ, նստեց, ծխեց։ Սեղանին 3 թղթապանակ էր, յուրաքանչյուրում նոր գրառումներ։ Արքայազնը կոտրված է, խնդրում է ցմահ մեկուսացում։ Մուրճն էպիլեպտիկ է, այլևս մարտիկ չէ։ Ժանիքը թոքաբորբ, կապրի, բայց այլևս հեղինակություն չէ։ Նա նայեց օրացույցին, հուլիսի 28, վաղը հանձնաժողով է գալիս։ Բացեց դարակը, մաքուր թերթիկ հանեց, գրեց. Հուլիսի 27, գիշերվա ժամը 3-ը, 3-ն էլ եզրագծին են։ Արքայազնը անձի դեգրադացիա, մուրճը էպիլեպտիկ ստատուս, Ժանիքը երկկողմանի թոքաբորբ, սպասում են ավարտին։ Ընդգծեց, վեր կացավ, մոտեցավ վահանակին, ուժեղացրեց օդափոխությունը բոլոր 3 խցերում։ Միջանցքի քամին սկսեց ավելի ուժգին ոռնալ։ Նա վերադարձավ սեղանի մոտ, նստեց, սպասեց։ Վաղը հանձնաժողով կգա, իսկ այս 3-ն այլևս փային չեն ինչ կային, նրանք արդեն ոչնչություն են։ Հուլիսի 28, առավոտյան 9։ Թիվ 9 գաղութի դարպասների մոտ կանգ առան 3 սև Վոլգաներ։ Առաջինից դուրս եկավ ներքին ծառայության գեներալ-մայորը, բարձրահասակ, չորակազմ, իդեալական արթուկված կիտելով։ Նրա ետևից 5 սպա, շքերթային համազգեստով, թղթապանակներով ու պորտվելներով։ Փոխգնդապետ արծրունին դիմավորում էր նրանց անցակետում։ Քրթինքը հոսում էր քունքերով, բայց ժպիտը լայն էր։ Ընկեր գեներալ-մայոր, բարի գալուստ 9-րդ գաղութ։ Պլանը գերակատարված է 7%-ով, ոչ մի արտակարգ պատահար։ Գեներալը կարճ գլխով արեց։ Ցույց տվեք արտադրամասը, հետո բնակելի գոտին եւ մեկուսարանը։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես եք պահում չարամիտներին։ Արծրունին կուլ տվեց կոկորտի գունդը։ Իհարկե, ամեն ինչ ըստ կանոնադրության։ Նրանք անցան արդյունաբերական գոտով։ Արծրունին թվեր էր թափում, փայտանյութի խորանարդ մետրեր, արտադրման նորմաներ, զբաղվածության տոկոս։ Գեներալը լսում էր լուր, նշումներ էր անում։ 11:05-ին հասան Շիզոո։ Արծրունին կանգ առավ մուտքի մոտ։ Այստեղ տուգանային մեկուսարանն է, վերին հարկահաջին, 18 մարդ, ամեն ինչ ըստ գրաֆիկի։ Ներքևինը վերանորոգման տակ է, գրունտային ջրերի ճեղքում, ըշեղ խոնավություն է, սպասում ենք բրիգադին։ Գեներալը կկոցեց աչքերը, ցույց տվեք վերինը։ Վալենտինան կանգնած էր հերթապահի սենյակում, զգաստ կեցվածքով ընդունած։ Համազգեստը տեղը տեղին, դեմքը անշարժ։ Գեներալը ներս մտավ, աչքի անցկացրեց նրան։ Ավակ պրապորշչիկ Դարբինյան Վալենտինա Պետրուսին, ընկեր գեներալ-մայոր։ Զեկուցեք։ Հերթապահության ընթացքում միջադեպեր չեն եղել, պահվում է 18 կարգազանց, հիվանդներ չկան, բողոքներ չկան։ Գեներալը գլխով արեց։ Ապրես, իսկ ներքևի հարկաբաժինը Արծրունին Միքայել առաջ արեց։ Տեխնիկական պատճառ, ջուր է, վերանորոգումը 1 շաբաթից կլինի։ Գեներալը նայեց Վալենտինային։ Հաստատում եք։ Նա պատասխանեց հավասարակշռված, առանց կասկածի նշույլի։ Ճիշտ այդպես, ներքևի բլոկը կոնսերվացված է, խոնավությունը վտանգավոր է առողջության համար։ Գեներալը քմծիծալեց։ Լավ, ճահիճը չենք մտնի։ Գնացինք առաջ, ցույց տվեք սննդաբլոկը։ Նրանք շրջվեցին։ Արծրունին այնպես արտաշնչեց, կարծես 20 կիլոգրամ ցած գցեց։ Շիզոյի դուռը փակվեց հանձնաժողովի ետևից։ Վալենտինան մնաց մենակ։ Նա մոտեցավ վահանակին, անջատեց 5-րդ խցի օդափոխությունը, բացեց կերակրադռնակը, արքայազնը պառկած էր հատակին, կծիկ դարձված։ Աչքերը կարմրած էին, դատարկ։ Քաղաքացի պետ, վեր կաց, ռեժիմն ավարտված է, վերադառնում ես գոտի։ Նա տարուբերեց գլուխը։ Ոչ, պետք չէ, թողեք ինձ այստեղ, ես խո խնդրում էի ցմահ։ Արծրունի հրամանն է, վեր կաց։ Արքայազնը սողաց դեպի դուռը։ Խնդրում եմ, շիլն ինձ կսպանի, նրանք կիմանան թղթի մասին, ամեն ինչի մասին։ Վալենտինան վերևից վար նայեց նրան։ Ինքդ ես մեղավոր, գնա։ Ուղերձորները նրան ոտքի կանգնեցրին։ Նա չէր դիմադրում, միայն կաղկանձում էր, կարչելով հատակի փայտից, շվաբրից, որը խցկել էին նրա ձեռքը։ 4-րդ խցում մուրճը պառկած էր կողքի։ Նոպայից հետո նա այլևս չէր կանգնել։ Աչքերը բաց էին, բայց հայացքը բացակայող։ Վալենտինան բացեց դուռը։ Վեր կաց, Սերոփյան։ Նա ցնցվեց, փակեց ականջները։ Պետք չէ, այնտեղ բարձր է, այնտեղ խփում են։ Վեր կաց, գնում ես գոտի։ Մուրճը կաղկանձեց։ Փակեք, խնդրում եմ, այստեղ հանգիստ է, ես չեմ ուզում այնտեղ։ Ուղերձորները մտան, բարձրացրին նրան թևատակերից։ Նա թուվացավ, ոտքերը քարշ էր գալիս։ Երբ նրան հանեցին միջանցքով, նա լսեց բանալիների հեռավոր չխչխկոցը,
եւ նորից օրնաց։ Երրորդ խցում Ժանիկը կանգնած էր, պատից բռնած։ Շնչառությունը ծանր էր, խրխրոցով։ Դեմքը քրտինքի ու արյան դիմակ էր։ Վալենտինան բացեց կերակրադռնակը։ Բարսեղյան, ռեժիմն ավարտված է։ Նա նայեց կնոջը։ Աչքերը դատարկ էին, բայց նրանցում դեռ ատելություն էր առկայծում։ Գոհ ես։ Գնա բարակ։ Նա արյունոտ հազաց։ Շիլը սպասում է գրությամբ, արքայազնի խոստովանությամբ։ Էս ամենը դու ես սարքել։ Ինքդ ես սարքել։ Գնա։ Ուղեկցորդները ձեռքերը ոլորեցին մեջքի ետևը, տարան։ Ժանիկը քայլում էր դանդաղ, ամեն քայլը ցավ էր։ Երբ նրան դուրս բերեցին շիիզոից, նա շրջվեց։ Մենք դեռ կհանդիպենք։ Վալենտինան փակեց դուռը։ Ոչ, չենք հանդիպի։ Հանձնաժողովը մեկնեց ժամը 14:00-ին։ Գեներալը սեղմեց արծրունու ձեռքը։ Բավարար է, շարունակեք նույն ոգով։ Արծրունին սրբեց քրտինքը։ Ծառայում եմ խորհրդային միությանը։ Վալենտինան կանգնած էր անցակետում, նայում էր, թե ինչպես են հեռանում Վոլգաները։ Երեկոյան նա մտավ 4-րդ բարակ։ Դուռը բաց էր, Շիլը սպասում էր։ Ժանիկը պառկած էր անկյունում, զուգարանադույլի մոտ։ Կողքին ծակ աման էր։ Նա այլևս չէր հազում, խրխռում էր։ Շիլը մոտեցավ Վալենտինային։ Պետրոսի, այն երկտողը դու էիր գցել։ Նա նայեց նրան հանգիստ։ Ինչ երկտող։ Շիլը գլխով արեց Ժանիկի կողմը։ Նա հիմա մերն է։ Իջեցված, ապուշճենի։ Արժանապատվության փոխարեն անցքով եւ գործ տվող։ Վալենտինան չպատասխանեց, պարզապես նայում էր։ Արքայազնը ծնկաչոք հատակներ լվանում մուտքի մոտ։ Մուրճը նստած էր անկյունում, փակել էր ականջները, ճոճվում էր։ Նա շրջվեց, հեռացավ։ 1983 թվականի օգոստոսի 19։ Վալենտինա Պետրոսի Դարբինյանը անցավ կենսաթոշակի։ Հանձնեցին պատվոգիր, ծաղիկներ, հաղթանակ ժամացույց։ Արծրունին սեղմեց ձեռքը։ Շնորհակալություն ծառայության համար Վալենտինա Պետրոսի։ Դուք օրինակ եք։ Նա գլխով արեց։ Ծառայում եմ խորհրդային միությանը։ Մեկնեց աշտարակի մոտ գտնվող մի խաղաղ քաղաք, գնեց 2 սենյականոց տնակ, այգի, նստարան ցանկապատի մոտ։ Հարևանները նրան Վալենտինա Պետրոսի էին կանչում։ Նա բարևում էր կարճ, կերակրում էր անտուն շներին, նստում էր պատուհանի մոտ, նայում փողոցին։ Երբեմն զանգում էր հեռախոսը, նա չէր վերցնում լսափողը։ Երբեմն գիշերը արթնանում էր սեփական ճիչից, նստում էր մահճակալին, ծխում մթության մեջ։ Հայելու մեջ դատարկ աչքերով մի կին։ Վրեժն ավարտվեց։ Երեքը, որոնց նա կոտրեց, մնացին գոտում։ Արքայազնը, շիզոյի հավերժ ստրուկը, հատակ էր լվանում մինչև ժամկետի ավարտը։ Մուրճը հոգեբուժարանում կալանավորների համար կախկանձում էր ամեն մի ձայնից։ Ժանիկը, իջեցված, լվանում էր ոտաթաթաները, արյունոտ հազում էր։ Մինչև վերջին օրը նա հաղթել էր։ Բայց ներսում լռություն էր, լիակատար, հրկիզված լռություն։